Եթե հետաքրքրությունը հումանիտար գիտությունների ոլորտում է, կարծում եմ ամենաճիշտ ընտրությունը հենց պատմության ֆակուլտետը ընտրելն է, պատահական չի, որ պատմության ֆակուլտետը համարվում է համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից մեկը եւ առհասարակ ոչ միայն հայաստանյան իրավիճակում, նաեւ եվրոպական բազմաթիվ համալսարանների դեպքում պատմության հոսքը համարվում է հենց համալսարանների հիմնադիր բաժիններից մեկը։ Շատ կարևոր է հասկանալ, որ համալսարանում չենք ստանում միայն գիտելիքը, այլ նաեւ ձևավորվում ենք որպես ապագա մասնագետներ, որպես քաղաքացիներ եւ վերջապես պատմության ֆակուլտետում է, որտեղ կարող եք սկսած հին շրջանի տարբեր դեպքերը ուսումնասիրելը, մինչեւ ժամանակակից գործընթացները ուսումնասիրելու թեմաներով զբաղվել, այսինքն շատ առողջ եւ կենթանի օրգանական միջավայր է ֆակուլտետը, որտեղ դու անընդհատ եւ կրթական եւ հետազոտական process-ների եւ գործընթացների մեջ ես լինում։ Ընտրել եմ պատմության ֆակուլտետը եւ սկսել մասնագիտանալ ազգագրություն մասնագիտության մեջ։ Ազգագրությունը ընտրել եմ, քանի որ ազգագրությունը գիտություն է մարդու մասին եւ այն ինձ հնարավորություն է տալիս ուսումնասիրել, ճանաչել ու ինչ-որ չափով գրի առնել ու պահպանել այն բոլոր հիշողությունները, որոնք որ կրում են մարդիկ։ Երրորդ կուրսից սկսած մասնակցել եմ դաշտային ազգագրական նյութերի հավաքագրման process-ին ու այդ process-ը ինձ հնարավորություն է տվել տեսնել, թե ինչպես է մասնագիտությունը դառնում իրական։ Ձեռք բերած փորձառության շնորհիվ մասնակցել եմ նաև Ռուսաստանի Դաշնությունում ազգագրական հետազոտական նյութերի հավաքագրման process-ին որպես հետազոտական թիմի անդամ։ Ռուսաստանի Դաշնություն գործունեել է որպես ԵՓՀ դասախոսի օգնական եւ միասին իրականացրել ենք դաշտային ազգագրական հարցազրույցներ նյութերի հավաքագրում։ Համալսարանի ձեռնած հնարավորության շնորհիվ մասնակցել եմ նաև Սերբիայում կայանալիք ուսումնական այցին, որի շրջանակներում ուսումնասիրել ենք Սերբիայում ալբանացիների ինտեգրման process-ը։ Գլխավոր գործառույթը, որ կարելի է նշել պատմության համար, դա կողմնորոշման գործառույթն է, որովհետև պատմագիտությունը, պատմության դասավանդումը, ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս անցյալի իրականության վերաբերյալ որոշակի պատկերացումներ ձևավորել, որոնք միաժամանակ հանդիսանում են էթնիկ ինքնագիտակցության կորիզը եւ ուղղորդում են ճիշտ քաղաքականություն վարելու համար։ Ես առաջին մասնագիտությամբ ռադիոֆիզիկ եմ 1976 թվականին 15 տարեկան հասակում ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Ներկայումս սովորում եմ համալսարանի պատմության ֆակուլտետի վրացագիտություն մագիստրոսական ծրագրով։ Երկրորդ անգամ մասնագիտություն ընտրելիս ես այլ տարբերակ չէի քննարկում, որովհետև Երևանի Պետական համալսարանը ինձ համար մայր բուհ է։ Կարելի է ասել այսպես, եթե դու չգիտես քո հարևանի լեզուն եւ պատմությունը, ամենայն հավանականությամբ դու լավ չգիտես քո սեփական լեզուն եւ պատմությունը։ Պատմություն մասնագիտությունը հանդիսանում է դասական մասնագիտություն, ձևավորում է քննական մտածողություն, լայն աշխարհայացք եւ պատմության ֆակուլտետի շրջանավարտները ոչ միայն պատմագիտության ոլորտում են առաջատար դիրքեր գրավում, այլև իրենց ճկունության այն կարողությունների շնորհիվ, որ ձևավորվում են այս ֆակուլտետում, կարողանում են շատ տարբեր ոլորտներում բարձր դիրքեր զբաղեցնել։ Իհարկե, մեր գլխավոր դերակատարությունը Հայաստանում պատմագիտության զարգացումն է, որի գործում մեր պատմության շրջանավարտները հանդիսանում են առաջատարներ։